Իմ տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունս հաղթական, իսկ ձերը կեցեք։ Չէ, նորմալ չի, պիտի հաղթական լինի, որովհետև հունիսի 7-ին քվեարկելով համար 17-ին մենք իրականությունը փոխել ենք։ Սիրելի երևանցիներ, ես ուզում եմ մեր նախընտրական ծրագրից 5 կետ առանձնացնել և խոսել դրա մասին։ Առաջինը անվճար կրթությունն է։ Ես այստեղ տեսնում եմ բազմաթիվ երիտասարդների, ուսանողների, և մենք ուզում ենք ասել ձեզ հետևյալը. սիրելի երիտասարդ, դու սովորելու ես անվճար։ Հազարավոր ընտանիքներ այսօր կքացեն այդ ֆինանսական ծանր բեռի տակ և մեր ապագա կառավարությունը իր վրա վերցնելու է այդ ֆինանսական պարտավորվածությունը և դու սիրելի ուսանող զբաղվելու ես բացառապես կրթություն ստանալով։ Սա մեր հիմնական խոստումներից մեկն է և կասկած անգամ չունենաք, որ այդ խոստումը իրականացվելու է։ Երկրորդ խոստումը։ Այստեղ գալու ճանապարհին հենց ձեզ հետ խոսելիս հանդիպեցի ուսուցիչներին և առաջինն ասացի, որ հենց ձեր մասին եմ խոսելու։ Կրթության մասին խոսելիս չենք կարող չխոսել ուսուցիչների մասին, որովհետև իրենք առանցքն են ամբողջ կրթական համակարգի։ Մենք ամբողջապես վերանայելու ենք այն ստորացուցիչ ատեստավորման համակարգը, որ գործում է այսօր։ Իսկ այն ուսուցիչները, ովքեր արդեն 15 մանկավարժական ստաժ ունեն, իրենք համարվելու են ավտոմատ ատեստավորված և հետևաբար բարձր աշխատավարձով։ Երրորդ խոստումը։ Իմ գործընկերները խոսեցին, բայց թույլ տվեք ես ևս մեկ անգամ դրան անդրադառնամ։ Գույքահարկերի բարձրացումը ուղղակի մենք հետ ենք պտտեցնելու։ 26 թվականի բարձրացումը չեղարկվելու է, իսկ 25 թվականին գոյություն ունեցող վճարը 50%-ով նվազելու է։ Թե չէ ինչ է ստացվում, գույքահարկը թանկացրել են, կարմիր գծերը թանկացրել են, աղբանության գումարը թանկացրել են, ամեն ինչը թանկացրել են, որ ինչ անեն։ Ինչ է ստեղծվել լրացուցիչ ձեզ համար, եթե չասենք 8 միլիարդ էլ նույնիսկ պետական պարտք են ավելացել։ Հետևաբար այդ բեռը ևս պակասեցվելու է։ Հաջորդը սև ցուցակների վերանայման մեր խոստումն է։ Հայաստանում հավանաբար մարդ չկա, որ վարկային պարտավորվածություններ չունենա։ Եվ կարելի է ասել բանկային մեր հայրենակիցներ հայտնվել են սև ցուցակում։ Կառավարությունը խոստանում է, որ սև ցուցակների վերանայում իրականացնելու է։ Եվ սիրելի հայրենակիցներ, վերջին 5-րդ խոստումը, որի մասին ուզում եմ խոսել։ Ես կարծում եմ մեզանից յուրաքանչյուրը իր կյանքի արդեն մի հատվածը անցկացնում է խցանումների մեջ։ Այսինքն մեր ընտանիքների, ընկերների հետ ժամանակ անցկացնելու փոխարեն ստիպված մնում ենք մեքենայի մեջ այդ խցանումների մեջ։ Իսկ ինչու է այդպես։ Դա նաև այն պատճառով է, որ 8 տարվա ընթացքում մի նոր ենթակառուցվածք չի կառուցվել։ Նորից եմ կրկնում, 8 միլիարդով 8 տարում ավելացել է պետական պարտքը, բոլոր հնարավոր հարկային բարձրացումներն իրականացրել են, մի ճանապարհ, մի կայարան մետրոյի չի կառուցվել։ Ես ուղղակի դժվար եմ պատկերացնում, մենք հիմա ինչ օրի կլինեինք, եթե նախագահ Քոչարյանի օրոք կառուցված չլիներ Սարալանջի ճանապարհը, Դավթաշենի մոստը, Խաջանիեն ճանապարհը և բազմաթիվ այլ ճանապարհներ, ոնց կարելի է 8 տարի քերել մարդկանց ու մի ճանապարհ երևանցիների համար չնախատեսել։ Սա ընդամենը 5 խոստում էր մեր պլատֆորմից, դեռ շատ խոստումներ կան, որի մասին կխոսենք, բայց այս 5-ը հատկապես ուզեցա առանձնացնեմ։ Քանի Անդրևը դեռ չի սկսել, ուզում եմ խոսքս ավարտել, իրականում մտածում միայն խոստումներով ավարտել, բայց քանի որ Անդրանիկի արձանի մոտ ենք, չեմ կարող նաև մեր ազգային հարցին չանդրադառնալ, ինքնության հարցին չանդրադառնալ։ Տեսեք, մենք հիմա կանգնած ենք Մալաթիա Սևաստիա թաղամասում, մեզ, ինձ, ձեզ
Նոր-նորքում ապրող, Շենգավիթում ապրող, Կապանում, Սան Ֆրանցիսկոյում, Սիդնեյում ապրող հային կան մի քանի բան, որ ընդհանրացնում է։ Մեր հավատքը, որի նկատմամբ, եկեղեցու նկատմամբ աննախադեպ պատերազմ է հայտարարված։ Մեր պատմությունը, որ աննախադեպ սրբագրման է ենթարկվում հիմա։ Իսկ ցեղասպանության ուրացման ակնհայտ դրսևորումներ մենք հիմա տեսնում ենք։ Հավատք, պատմություն, խորհրդանիշներ, ինքնության այլ տարրեր։ Մեր բոլորիս միավորող ինքնության տարրերի նկատմամբ հայտարարված է պատերազմ, եւ այս ընտրությամբ մենք կասեցնելու ենք այդ պատերազմը, կանգնելու ենք մեր պատմության կողքին, տերեկ լինելու մեր անցյալին եւ մեր ապագային։ Հետևաբար, սիրելի երևանցիներ, հունիսի 7-ին ընտրում եք